Կառաջարկեմ, որ հետ գան խանութ։ Հայաստանում տնտեսվարողները բողոքում են։ Խանութները, հատկապես հագուստի, դատարկ են։ Մարդիկ նախընտրում են մատի մեկ հպման պատվիրել հագուստ, ուտելիք, կենցաղային իրեր։ Թեմուից, Վայլբերիսից առևտուր անում եք։ Այո։ Իսկ գոհ եք։ Չգիտեմ, աղջիկներս են անում, ես չեմ կարող ասել։ Իսկ հաճախակի են լինում պատվերները։ Չէի ասել այդքան, բայց լինում է։ Իսկ օնլայն խանութներից են ավելի շատ պատվիրում, թե այստեղ գտնվող խանութներից։ Ընդհանրապես օնլայն։ Ոչ։ Իսկ հիմնական գնումները որտեղից։ Խանութներից։ Չեմ օգտվում, աղջիկներս են օգտվում, իրանք իմ փոխարեն անում են ամեն ինչ։ Իսկ հաճախ եք պատվիրում, գոհ եք, դժգոհ եք։ Հաճախ, նորմալ, գոհ ենք։ Ոչ, ասիչ։ Ինչու՞։ Մարդկանց խոսքով առցանց խանութից օգտվելը հեշտ ու մատչելի է, մինչդեռ տնտեսվարողները հակառակն են պնդում։ 6900 դրամից մեզ մոտ համազգեստներ են սկսվում, երկու կտորը միասին, հաստատ մեր հաճախորդները չեն կարող այդ գնումը կատարեն Viber-ից կամ Թեմուից։ Դրա համար մեզ մոտ հիմա ահավոր զեղչեր է գործում, գոնե մեր նախկին առևտրի 30% հաճախորդներին հետ բերելու համար։ Մի քանի խանութպաններ, որոնք չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, եւս պնդում էին։ Թեմուն, Վայլբերիսն ու մյուս առցանց խանութները մեծ հարված են հասցրել իրենց գործին։ Փորձում են վաճառել ապրանքներ, որոնք չկան առցանց հարթակներում։ Դրանք, իհարկե, մատների վրա կարելի է հաշվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով ավանդական խանութները, կրպակներն ու մոլերը զիջում են ու կորելու են։ Առաջարկում է տնտեսվարողներին օնլայն հարթակում տեղ գտնել ու ապրանքն այդպես իրացնել։ Պետությունը պետք է փորձի աջակցի, խրախուսի տեղական արտադրություններին, խանութներին, կրպակներին, որ նրանք նույնպես օնլայն հարթակներ մուտք գործեն եւ նրանց արտադրանք ավելի հասանելի դարձնեն շուկային։ Այստեղ պետական աջակցությունը անշուշտ տեղին կլինի, հաշվի առնելով, որ տնտեսվարողները կարող այդքան գիտելիք, ֆինանսներ, հնարավորություններ չունենան։ Օնլայն շուկայի աճը ոչ միայն սպառողի նախընտրության արդյունք է, այլ նաև պետական քաղաքականության բացակայություն։ Օրինակ, տեղական հարթակները հաճախ չեն ունենում նույն պայմանները, ինչ միջազգային հսկաները։ Տնտեսվարողներից մեկի խոսքով ստեղծված վիճակից դժգոհ է, բայց սպասում է իրենց շարքերում կանգնածներից մեկը սկսի բողոքը, որ ինքն էլ միանա։ Նախաձեռնությունն իրենց ձեռքը շատերը չեն ուզում վերցնել, բայց բոլորն են տուժում։ Պետական մակարդակով ուշադրության կենտրոնում հայտնվելուն սպասելով, ավանդական խանութները փորձում են գոյատևել, հույսով, որ գնորդը մի օր կրկին կվերադառնա։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։